ի տարբերություն տղաների հավաքականի, կանանց հավաքականը ունի մի տեսակ յուրահատկություն, այսինքն այդ յուրահատկություններից մեկը որն է, որ մենք ընդրության իրավունքը ընդրության հետ դիպել մենք շատ քիչ ունենք, քանի որ ունենք են, ինչ ունենք։ Այսօր ամբողջ թիմով ես խփեցի ֆեդերացիային, որովհետեւ մենք մասնակցենք ամբողջ թիմով, որովհետեւ շուտով գալիս է սերնդափոխություն, եւ մենք չենք ունենա մեծահասակների 7 հոգանոց թիմը, որը կարող է Եվրոպայում ապացուցել, որ մենք իսկապես լավ կայացած թիմ ենք։ Դուք երևի նկատեցիք, որ Հայաստանի Հանրապետության Հանրաշրջանը Թոմասյաններին հրաժեշտ տվեց սպորտին, Ստեղ Հակոբյան տանտերը հրաժեշտ տվեց եւ կնեն մարզիկներ, որոնք հրաժեշտ տան ուզեն չուզեն մեծ սպորտին։ Եվ մենք այդ 7 հոգանոց 8 հոգանոց լավ թիմը ուժեղ մենք չենք ունենա։ Դրա համար իմ խնդրանքով ֆեդերացիայի քարտուղարությամբ ես եթե հիշում եք բաց մարզման ժամանակ ես նույնից ասացի, որ շատ պատասխանատու եմ համար, քանի որ ժամանակ հետո նույնիսկ կարող եմ մասնակցել ամբողջ թիմով եւ այս անգամ ես կուզենայի որ թիմը նորից անցած տարվա արդյունքը գրանցել, այսինքն թիմային հաշվարկով մենք ունենայինք առաջին տեղ, բայց ափսոս, շատ եմ ափսոսում, որ մեկ մարզու աստղում են ու վարժության ամենամեծ մոտեցումն է պետք է վերջ։ Եվ մենք կգնայինք համար առաջինը նորից Եվրոպայում, բայց մենք եղանք երրորդը։ Եթե հաշվի չառնենք այդ պահը, ես էլի գնահատում եմ, որ լավ էր։ Լավ էր մենք ունենանք ընդհանուր առմամբ 7 մեդալ, որից 3-ը ոսկի, 2-ը արծաթ, 2-ը բրոնզ, երկրամարտում 2 մեդալ, 1 ոսկի եւ 1 արծաթ։ Համեմատած անցած տարվա մենք որակ ենք հարցացրել, որը տեղել է ոսկի։ Իսկ ես միշտ ասում եմ, որ ոսկին հաշվի քանի արծաթ։ Ոսկի է մնում, եւ իզուր չէ, որ եւ օլիմպիադան խաղում, եւ աշխարհի եւ Եվրոպայի ցուցումներում գնահատում են իսկ ոսկիներով, որ երկիրը շատ ոսկի ունի, երկիրն ավելի առաջատար։ Ընդհանուր առմամբ այս հարցումը ոչինչ կայացած դիակ եւ եզովոր շատ էր աշխատելու, շատ է, ինչ մարզիչ չի, ոզիկով մարզիչ չի կարող իրեն գնահատել լավ, գերազանց եւ այլն, բայց ինչ որ դա խոսում եւ այսինքն աշխատելու այդ մեղ չունենք, ամեն ինչ հրաշալի, դες չէ, մենք դեռ աշխատելու շատ մեղ ունենք, դեմը կա աշխարհի առաջնություն, դիտեք եւ նորից մենք Եվրասիայի աշխարհի առաջնության Եգիպտոսում մասնակցել են Էման, Աննա եւ Թոմասյան Իսակյաններին, դա ասված դեռ լավ լինի, իհարկե մի քիչ երեխեք մի քիչ ոտնած են, բայց մենք աշխատենք նորից վերականգնենք, հասնենք այդ աշխարհին, որ կարողանան մասնակցեն համընդհանուր պատշաճцели։ Իսկ մի ճշտում կաթելի որոշումը նախապես որոշված էր, կար, այսինքն մինչև մրցումներին գնալը, եթե այո դա չէ խանգարում պայքարի հարցում։ Չէ, չէ խանգարում, ես նորից նշեմ, որ մենք խնդիրը ստեղ ամբողջ թիմով, մենք ուրիշ չունենք, որ պետք է գնալ եւ լրացնել 8-րդը։ Դատելն էր։ Միջև մենք գիտենք, որ դատելը այս վերջի մրցումն էր դատել։ Դե աղջիկը ամուսնացել է, արդեն ուտեղ ունի պետք է իքնել ասել չէ, դե երես եկել Տևին դանի։ Անկամ ասկամաց տեքում էր Տևին դանի, մեզ մրցումից հետո եւ պետք է